Լավ է։ 1-2 Լսված այնս, հանգիստ։ Սեղանի վրա շիշ տնենք, գավաթ տնենք։ Ուզում եմ հանգստանամ։ Անունս տվյալից երկել եմ ժամանակին, բայց ընդհանուր ընկերներով տենց մենակ չէ։ Այո, այս շարֆը։ Շատ լավ, ինչի համար, որպեսզի ավելի գույնավոր լինի։ Ուրիշ տարբերակ ունենք։ Ուրիշ տարբերակ, որպեսզի հետաքրքրական լինի։ Ոչ, երրորդ տարբերակն է։ Դուք ասեք, ուշեք։ Ես վերջում կասեմ, ձեր երրորդ տարբերակն է ասեք։ Իմ երրորդ տարբերակը, որպեսզի պատմեմ այս շարֆի մասին։ Հանենք ակնոցը։ Հանենք ակնոցը։ Ինչ եք կարծում, ինչ ենք կապում աչքերը։ Դուք ասեք։ Ես ոչ մի բան չեմ տեսնում, այլև գիտես բաց է։ Պատատելով նորմալ է։ Հա։ Գինեկոլոգները սովորաբար տեսնելով են հասկանում, թե ինչ է իրանց հրամցնվում, ճիշտ է։ Այո, այո։ Ինչ հետաքրքրական հոդեր են։ Հաճելի հոդեր են, խարը։ Հաճելի հոդեր են։ Շատ։ Մենակ եմ խմելու։ Մենակ եք խմելու։ Փորձում ենք հիմա ստուգել հասկանալ այս անդերոցիկ վերջեք։ Հա, տեսելի կարող է։ Հա։ Փորձելու ենք հասկանալ, թե ինչքանով եք տիրապետում այն ամեն ինչին, ինչի որ դուք անում եք, այսինքն։ Շատ լավ։ Որպես գինեգործ, կարծում եմ պետք է հստակ իմանաք, ինչ գինի եք խմում, գինի եք խմում արդյոք թե չէ, ու ինչքանով է ձեր գիտելիքները ներում, որպեսզի բնութագրեք գինիներին։ Պատրաստ եք։ Շատ։ Մի անգամից sense առավոտ նախաճաշ ենք անելու հիմա։ Գինով նախաճաշ։ Այո, այո։ Դե մի հատ եկեք հիմա հասկանանք, վերջից Ինչ եմ անում, ասեք։ Մի բաժակ ջուր։ Այդ վերջին կտեք։ Ուրեմն ես պատրաստ եմ։ Դուք պատրաստ եք։ Այո։ Խնդրեմ վերջեք։ Խմելու եք ու մի քանի բառով որակում տակ։ Ինչ եք խմում։ Ոնց որ թեյ լիներ, ինչի թեյ է, բայց դեղյակ չեմ, գանաչ երևի, կամ սև հինցած թեյ, ինչ-որ թեյ։ Ինչ-որ թեյ։ Այո։ Կարող է գինու համով թեյ, թե տենց գոյություն չունի։ Գինու համով թեյ, դենց բույրերը իր համերը ավելի դենց չէին ասում, որ ինքը քինի է, այսին բավական հեռու էր քինոց, եթե քինի է, ես կզարմանամ հիմա շատ։ Ինքը ավելի շատ ինձ միանգամից թեյ է հուշում և գանաչ թեյ, հա։ Գանաչ թեյ։ Լավ, անցնենք առաջ։ Դոկը արդեն, սկացվեց մի քիչ։ Իրա բույրերը էլի մրկային են, ինչ-որ բան հուշում է, որ մուկակույն է։ Եվ մրկային, հավանաբար էլի գրնա թեյ լինի։ Տիպություն ունեցող, հատկություններ ունեցող քինի չէ։ Երևի էլի թե ինքը կանի ալկոհոլ բառնագող խմիչք չի, ամեն բարակային։ Մրկային և մուկ գույնի թեյ։ Հին քինիները ընդհանրապես ավելի իր համերը դենց դանում է, ոնց որ թեյոտ համերի։ Երրորդ խմիչքն եմ փորձում։ Կանեմ եք խմելու։ Շատ ունենք, օքեյ։ Ես մեկը արդեն մի քիչ բույրերը դանում է թեպի կինո։ Շնայց կարող է խապուսի գրնի, կանանք փորձենք։ Ինքը սպիդակ կամ վարդակույն քինի լինելու է։ Բաժակի ձևից ելնելով և բաժակից ընդհանրապես քիչ բույրեր ենք առնում, քանի ընդհանրապես կինո բաժակը ավելի փակ է լինում, որ ավելի հոդերը մեջ են գալի։ Բայց համով քինի է։ Հա, քինի։ Բայց ասեցիք վարդակույն։ Սպիդակ կամ վարդակույն, կամ էլ գարմիր էր, բայց սառն էր, ավելի շատ նրբություն էր։ Հաջորդը։ Ցինգը խապուսի երեխ մեկը։ Այդ մաշկից հոտ կաշեմ։ Շատ հոդեր եղավ։ Okay։ Այստեղ ավելի էլեգանտ հոդեր են,
որ ավելի ձագային, փայդային կարող է ինչ-որ քինիա կամ քինով խառնած կամ քինու գողքով անցել համերից ելնելով իր դատիբությունների թթվաշներից ելնելով եթե քինի չի ալկոհոլային խմիչք է ինքը բայց ես կարծում եմ որ ինքը քինի է իսկ քույններ պետք է ասեմ Անկալի է ես մեկն է տոլնի Առաջից օգտում խմում է այո նախադաշ ենք անում ես մեկն է տոլնի Գարմիր Տնեմ սեղանին շնորհակալություն Համեցեք Ես մեկը հաջելի բուրեր ունի, որ սիրում եմ ինչ-որ դարչին գա մեջ, բայց ավելի կաղցրոդ է չնայած կաղցր բուրեր դժվար ընկալի մարդ, բայց ավելի իսենց շատ մրկային և դարչինոտ մի քիչ նարինջ կաղցր տտու սարը գլինտվեին Երևի Բացում ենք աչքերը կավիտաս Ահա Եվ փորձում ենք տեսնել ինչ ենք խմել Շինչ լավա Լույս Բարի լույս Ինչպես եք Ես ինչեր եմ խմել ինձ ասեք Դուք խմել եք այս որդի դրված որևէ տախտակի վրա չի Չուր, հա, չեմ խմել Արդյունքում դուք ունեք 3 ճիշտ պատասխան, 2 սխալ պատասխան Իսկ Շատ խայդարակ սխալներ էին Ով է Գոմիդասը արդեն կինեկորձ է ոչ վկայականով էությամբ կինու սպարող ինքը սիրում ագյանքը, վայելում ագյանքը փորձում է և միշտ սովորի այսօր էլ հարցազրույց ենք անում, բայց էլի սովորելու եմ միասին կսովորենք, գաբրենք ես կյանքը, բարի լույս Նախնդրում եմ ոտքի գայնեմ, իսկ որ կամերային նայեմ, էստե նայեմ իմա Կինեկորձի առավոտը միշտ մի բաժակ չուր, ետք են մի բաժակ ամբարդատիր սուրճ Ես 7 րոպե ուշանում եմ միշտ, գապ չունի ժամացույցը ժամը քանիսն է, ինչա, գարամ առանց ժամացույցի էլ կան, բայց մեգա 7 րոպեն այդ ուշացումը իմ մոտ սենց ներելի է Հայաստան եկել եմ 2012-ի մայիսին, մի դարի տուրիստ ապրեցա, կանի իմ ռուսերենի չիմացությունը ինձ ընգա կինեկորձության մեջ այդ կինեկորձությունը բայց նախքան կինեկորձությունը ես անցել եմ էլի ուրիշ տեղերով ասին ես կարելի ասել 2012-ի մայիսից եկել եմ 2013-ի մայիս կամ հունիսից արդեն ես կինու ոլորտի մեջ եմ այն ժամանակ ես կինեկորձությունով չէի զբաղվում որովհետև ես եկային վինո ընդունվեցի այն ժամանակ աշխատանքի և ասեցի ես ռուսերեն չեմ գիտեր, եթե ընդունելու եք ինձ գործի այդ պայմանով ես մեծ սիրով հիմա աշխատեմ ասեցին մի քիչ գնա, պետք է զանգեցին, բայց ասին դու ընդունվել ես դենց իմ ոնց որ կինու կյանքի սկիզբը առավ իսկ ոնց եմ հասել կինուն ինքը ռուսերենի չիմացությունը էլի բերեց, որովհետև ես իմ մասնակցությունը նախքան կինեկորձություն, ինքը tourism and hospitality, ասին ավելի մարդու հետ էր էլի կորձես։ Տենց որ բավական Google արեցի, search արեցի, շատ ուրախացա, որ այն ժամանակ հայտնաբերվել էր կինու առաջի հնձանը աշխարհի, արենի մեկ կարանցավը։ Ետքեն փորձեցի գտնել туриզմով ինչ կարելի է անել, գար wine tourism, այդպեսով wine tourism, wine business, wine making, այդ ամեն ինչը կինու շուրջ եւ իմ իմացածս եւ հայկական արմատներով մասնակցությունը դենց ավելի իմ մեջ էս սերմանվեց կարելի ասել Կինեկորձներով
ոչ մասնակիտական սպալվել եմ Սիրիայում, իմ բաբաս միշտ գբադրաստեր քինի, թեգուզ քիչ կանագով, բայց ասում էր միշտ պիտի ես քինի ունենամ, իմ սարկած քինին Զադիգա դոնա զոնուն տամիշ պիտի բացեինք խմեինք։ Տենց որ ես ինչ-որ բաներ տեսել եմ այդ քինո մեջ պղպճակներ այլնում, փորձել եմ համադուրս չի եկել, ետքեն փորձել եմ համադուրս եկելա, ետքեն Հայաստան եկա, ուրեմն բախտավոր էին գոմից էլ, որ քինո ակադեմիան բացվեց այստեղ, Evian Wine Academy դենց է գոչվում, որը Գերմանիայի հետ գաբ ունի Գայզենհայմի, Այնտեղ գնացի սովորեցի, ուսումը ստացա եւ արդեն այդ հասկացա, որ այդ պղպճակները ոնց են սկսում, այդ պղպճակների անունը խմորումը, յետքեն այդ պղպճակները որ ավարտվում, ուրեմն խմորումը ավարտվել է եւ քինիա դարել, որ այդ մաջարի սեզոնն է, ահագին բաներ սովորեցի, այստեղ ավելի, այսպես կարելի ասել, մասնակիտական, ոնց որ առաջ անում էի, քանի գիտեի տենցացևը, հիմա անում եմ կանի հասկանալով։ Ծնված օրվանից ես, մամաս եւ բաբաս որոշել են տենց տնեն, ի բադիվ Օմիդաս Վարդապետին բնականաբար մեր ընտանիքի կամ Քերթաստանի անցյալի մեջ Օմիդաս անունը չի եղել։ Տենց որոշել են Օմիդասի բադվին, Օմիդասն են, մեր դունն էլ տաշնամուր ունենք, էլի վրեն Օմիդաս էր, ոնց որ մեր մոտ Օմիդասի հենց բան ունենք, որը մի կողմից էլ ինձ ավելի կյանքս երևի ավելի սենց ոնց են ասում սենց չթողեց այդ սահկանում ավելի իմացա որ եմ քայլում Ես միշտ ասում եմ եթե քինի եք ուզում խմեք քինին խմեցեք մի խառնեք ուդելիքը քինու հետ բայց ընդհանրապես ավելի ճիշտ կլինի քինեկորձի համար որովհետեւ ընդրվի քինին ետքեն ուդելիքը Բայց դե ռեստորան եք գնացել, հանդիպման եք, աղջիկ կա, ավելի լավ ուդելիքը ընդրեք, ետքեն ավելի սենց սիրուն, ասեք որ ես քինին ավելի համապատասխանում է, ավելի կրակ է դա դեմ։ Այսինքն թողնեք սկիզբը ուդելիքը լինի սեղանի վրա, այս ուդելիքի որոշեք ինչ քինի եք խմելու։ Միանշանակ ձոն, որովհետեւ ձոնենք ինչ որ ուզենք, ինչ որ այս պահի ներկա պահի համար ձոնենք։ Ինչ-որ բան մանգուց գալիս է, ասեմ էդի, որովհետև մարդիկը օրինակ համար երկու մարդ կողքի նստում է բանա փորձում, մեկին դուրը գալիս է, մեկին դուրը չի գալիս, չէ՞։ Էդի մարդու կարելի է ասել անհատական, անձնական ոնց որ գարձիկ է, մարդկա քինին երկու մարդն քինն է խմում, մեկը ասում է, ես ինչ վատ քինի եմ, ես ասում եմ, ուֆ, դες էսի ամենալավ քինն է, սրանից հետո միշտ ես քինն եմ խմելու։ Էդի գալիս է բոլոր ռեսեպտորներից։ Հիմա ես ծնվել եմ Սիրիայում, այնտեղ փորձել եմ այնտեղի խոհանոցը, փորձել եմ այնտեղ ինչ-որ շուկայում գա որպես միրգ, ուդելիք, այնտեղի ձարերը դարբեր էին, այնտեղի փոշի հոդը ուրիշ էր, որ եկել եմ այստեղ հիմա էլ Հայաստանի արդեն ավելի հարազատ բաներ եմ շնչում եւ վայելում, այնտեղ իմ ռեսեպտորները ավելի զարգացան։ Հիմա ես ունեմ այնտեղի իմ հիշողությունս եւ այստեղի հիշողությունս։ Դրա համար երբ որ աչքերս փակել բան եմ փորձում, տենց լիքը դեղեր եմ գնում, փորձում եմ այս հոդը իշխեմ դաններ, ճանապարհի հոդը, ինչի հոդը, ինչ հոդա է դի։ Դրա համար ինքը գալիս է ինչ որ բան կոմեչից, բայց պիտի զարգացնես էդի։ Մարդկանց մեկ-մեկ, ոչ բոլորին, բայց հա։ Ռեսեպտորները օղիով, այո, տեսեք օղիի ինքը շատ բարձ է, օղին որովհետև բայց ժամանակավոր փչացնել է էդի, երկար փչացնել չի։ Ասեն եթե միշտ ես օղի խմում, բնականաբար միշտ լեզուդ վարժվելու է այդ ռեսեպտորներին, որը ավելի բարձր ալկոհոլ է բառնագում իրանով։ Դրանով ինքը դու ոնց որ լեզվիդ վրա ինչ որ բաներ կա որ նուրբ համերի ռեսեպտորները գդրում ես։ Դրա համար մենք օրինակ համար միշտ կարեջուր ենք խմում, որովհետև ինքը փղփճակներ ունի, այսինքն քո ռեսեպտորները մաքրում է եւ համով է։ Այս դվյալ խաղողը աղջիկա թե դղա է։ Ինքը խաղողը բնությունից է եկել, բնությունից սարքել է մարդը քինի, մարդկա սիրում է ասպիդակ քինի խմել, մարդկա սիրում է վարդակույն քինի խմել, մարդկա սիրում է գարմիր։ Ինքը միշտ տենց ասում եմ, որ ասպիդակը վարդակույն ավելի նուրբ է, ավելի գանացի է, բայց չէ, օրինակ համար ասպիդակ եւ վարդակույն քիները շատ եմ սիրում։
Դի միանշանակ չի նշանակեր, որ աշներն գարմիր չի գայելի խմեն։ Դենց այդպես որ բոլոր խմիչքները, լինի սպիտակ, վարտակույն գարմիր, ինքը ընդհանուր բոլորի համար է ստեղծված։ Գինեկորներ որ սարքում է այդ գինին չի ասում, որ էսի գնալու է այս աղջիկը խմի, չէ, ինքը բոլորի համար է։ Մինչև ես դենց բան չեմ հորինել, քանի մտքիս մեջ լինում է ինչ-որ բան, որ ստեղծեմ բոլորի համար, ձոնը դրա համար է, միշտ բոլորի համար է։ Գինի թե օղի։ Գինի։ Գինի թե շամպայն։ Գինի։ Գինի թե կոնյակ։ Գինի։ Գինի թե ռոմ։ Չէ, իմ համար միանշանակ գինի։ Միշտ ջուր։ Առաջ կինո աշխարհը Հայաստանի մեջ տենց դժվար էր, հեշտ էր խապվելը, քանի որ ես իրա մեջ նոր էի եւ այն ժամանակ կինո ցանկն էլ դարբեր էր։ Հիմա կինեկորները ասած արդեն իրար հետ ընկերներ են, իրար ճանաչում են, բացի դրանից գիտեն ամեն մեկը ինչ ջաշակի մարդ է, ես օրինակ համար որ կինի եմ ընտրում, արդեն գիտեմ այդ կինո հետևը ով է գայնած։ Ես միշտ տենց եմ ասում, մի վերջնեք կինին որպես կինի, մեկ էլ նայեք այդ կինին որտեղից է եկել, այդ պատմությունը որտեղից է, այդ այգին որտեղից է, ով է սարքել, այդ ոնց որ ինքը կինի է, բայց իրա մեջ բարունակում է ինք մի հատ կարդեսի որոշ բաժին, այդ բացի կարդեսի որոշ բաժնից իրա կինո վրա գա դարետիվ, որը ասում է որ դարվա բերքահավաքն է դի ես ավելի շատ տենց եմ գնում, ընդրում եմ խմած կինիս։ Կարելի է ասել տանգարժեք կինին որագյալ է, եթե այդ կինին ջանցված կինի է։ Էլի եմ ասում, այդ դարետիվը կարևոր է, այդ դեղանքը կարևոր է, դրա հետևը մարդը գայնածը կարևոր է, ինքը փոքր արտադրողը, մեծ արտադրողը, ինքը մեծ ֆաբրիկա է, գինեկորձարանա, թե կորձարանա, դենց ասեմ։ Դրա համար կարևոր է, ես միշտ իմ գինեկորձության սկզբից ասել եմ, գինեկորձությունը ինքը գինեկորձություն է, քաղաքականություն չի, բայց դու երբ որ առնում ես ինչ-որ բուջուրիկ հող, չէ, դու արդեն դառնում ես մի հատ մաս այդ դարածքի, որ անբաժան ես դառնում, դու դառնում ես այդ հողի բաժին, ետք են արտադրում ես կինին, այդ քո կինին դու այստեղ ես գայնած, բայց քո կինին գնում է դարբեր դեղեր, ինքը պատմում է քո մասին, այս դարածքի մասին։ Առաջի հերթին դու երբ որ կինին բռնում ես, իրա վրա գա իրա գինեկորձարանի անունը։ Էդի եթե չգիտես ով է, այնտեղ կա կինո կամ սոմելիե, կամ կինո վաճառողը, խորհրդատուն, գարաս իրան հարցնես, իրանք ով են, երկու բառով պատմի ինձ իրա մասին։ Ես իմ մասնակցությունս գինեկորձության մասնակցված տենց եմ սկսել։ Ես իմ մոտ հակառակ եմ սկսել։ Մարդիկ ընդհանրապես սովորում են ոնց սարքեն, ետք են շուգային գալիս ծախում են էդի, ես սկսեցի սովորել կինո մասին ծախել, ետք են նոր սովորեցի կինին սարքել։ Տենց իմ մոտ հակառակ է ամեն ինչ։ Կինին լինում է ոչ գիսաներով, այսինքն որ դու ունես գիսա չոր կինի, գիսա դարը կինի, գիսա քաղցր կինի, գիսա, ինչ որ գիսա է, ինքը արդեն գիսատ կիները համարվում են ոչ բնական կիներ, այլ ստացված կիներ, քանի որ կինին կամ լինում է քաղցր, իր խաղողից ելնելով, կամ էլ լինում է դարը, որ ասում ենք չոր կինի, ելի իր խաղողից ելնելով։ Էդի էլի գալիս է, օրինակ համար երբ որ ասում ես արենի եւ քաղցր կինի, բնականաբար հասկանում ենք, որ այդ կինին բնական քաղցրություն չի գտնվում, ինքը դարը չոր կինի է։ Ցենց նրբություններով եւ մասնակետ դառնում են միշտ փորձելով։ Ինչքան պիտի փորձես, տենց սովորես։ Նույնն էլ մեքենա վարելն է, միանգամից մեքենա չես վարում, սովորում ես, հետք է մեքենան ես առնում, հետք է նոր ես ճանապարհում։ Կինին միշտ ցանկալիա բահել, հիմա թիվեր չասեմ, քանի մեգա մարդիկ թիվերը չեն հիշում, բայց միշտ ցանկալիա իրան արևի դակ չի բահել եւ շատ սարը չի բահել։ Դրա համար միշտ ասում եմ մարանային կամ սենյակային չերմաստիճանի։ Ժամանակին սենյակները շոկ չէին, սարը չէին, ոնց որ մարանի չերմաստիճան էր ինքը, որը ավելի շատ մարդու մարմինը այնտեղ հանգիստ էր, հա, ինքը չէր շոկում, սենց իմ նման հիմա, կամ էլ շատ
Գամել շատ շոկա։ Գամել շատ չեր սարը չեր, դրա համար այդ պայմանները թե կինու համար, թե մարդու համար լավ են, մարդն էլ լավ բանվում են ժամանակ։ Կինի շիշը միշտ ցանկալի է չի բահել sense ուղիղ, ցանկալի է բահել կամ sense մա չեմ գարա sense շուրդամ, բայց բարգազիլ լինի ինքը, գամել sense ասիջանի լինի, որովհետեւ այստեղ խցան արենում ինքը միշտ բակ, այդ խցանը ինքը թաց մնա, որովհետեւ ինքը փայդից է, այդ փայդը թաց մնա, որովհետեւ չչորանա, որովհետեւ փայդը ուրած մնա։ Քանի որ չորացավ խցանդ քո ջակերը առաջացնելու եւ օդ մտնի, կինին օդ չի սիրում։ Ուրեմն, կինի շիշը գա դարբեր շիշեր, գա sense շիշ, որը երկար է, գա ավելի երկար շիշ, որը ռիզլինգի շիշ են ասում, գա ավելի լիկոտ շիշ, էդի շիշի ծևեր են, որ ամեն մի երգիր ինքը անցնանում էր այդ ծևերով, օրինակ համար է, որ ես մի քիչ ուռուցիկ շիշերն եք տեսնում, ասում ենք, էդի բուրգունդիայի շիշա, տենց է, մի անգամից, էսի բորդոյի շիշա։ Իսկ իր ձագերը էդի միֆեր են, որ ինչքան խորը լինի, այդքան ավելի թանկարժեք է, բայց իրականում ժամանակին դենց կարողացել են մարդիկ իսկական կինին ոչ իսկականից դարբերել։ Իսկական կիները միշտ եղել է իր ձագը պոսիգը խորը, ավելի շիշը ծանր է եղել, որովհետեւ թե հեշտ լինի մարդու համար հասկանալ, որ ինքը խապված չի, եսի մեջ իսկական կինին է։ Եվ իր դագի այս պոսիգը մեկ-մեկ կինու մեջ նստվածքներ են առաջանում, որովհետեւ ընդհանուր մագերեսով շիդակ չի լինի, սենց այդ նստվածքները գալիս է եւ հավաքում է իր եզրերը, որովհետեւ դու էլ հեշտ իրան գտնես։ Սենց տեսնելով կարաս նայես եւ նստվածքները տեսնես։ Եթե շիդակներ ընդհանուր բաժանված ելնելու, դենց հեշտ չէ ելնելու հասկանալ։ Ես բնույթով քիչ խոսող եմ եւ սարքում եմ գարմիր կինիներ։ Գարմիր կինիները դենց են ասում, միշտ ցանկալի է խմել ընկերներով, միշտ ցանկալի է խմել գլոր սեղանի շուրջ։ Քանի գարմիր կինին միշտ ինքը քո բացի ցանկդ ավելի քո գլխի մեջ շարժելուց մի հատ ինքը սկսում է քեզ խոսացնի։ Ասում ես փիլիսոփայել մի խոսքով։ Դրա համար միշտ ասում ենք որ խոսանք, արի ասում ենք մի քիչ լցնենք, գենաց անենք, վարլուս անենք, այդ կեն նոր սկսենք խոսալ, որ սկսենք հասկանալ իրար։ Կինուց կարելի է հեշտությամբ հարբել, բայց կինին ինքը դենց խմիչք է, որ ինքը շատ բարի է եւ շուտ է հարբեցողությունը տոնում։ Իրան հարբեցողություն էլ չեն ասում, ասում են քինարփուկ։ Բոլոր մարդիկ, բացի եթե բժշկական ասում են մի խմի, դու օրական 1-ից 2 բաժակ իրավունք ունես եւ պետք է խմես։ Էդի լավ է գինեկոլոգների համար, աշխատանքային առումով, բայց բժշկական առումով էլ լավ է ինքը, որովհետեւ մարդու մարմնի արյունը ոնց որ դականում է մարմնին, ավելի ակտիվ է, քո մարմնի արյունը ամեն ինչը sense լավ աշխատում։ Դրա համար մի բաժակ, 2 բաժակ լավ է, բայց եթե ավելի ես խմում դրանից, արդեն ինքը դառնում է խմել։ Դրա համար շիշը կինու դենց է սարքված իմ կարծիքով, որ իր մեջ եթե ճիշտ չափականակներով լցնես 125 մլ, դու կունենաս 6 բաժակ կինի, այսինքն եթե 3 հոգի եք նստած, ամեն մեկը 2 բաժակ կխմի, եթե 2 հոգով եք նստած, ամեն մեկը 3 բաժակ կխմի։ Եթե մենակ ես ցանկալի է չխմես։ Շատ օգնում է գարմիր կինին էլ, եթե որոշում ես ուզում առնես, չգիտես, որ որոշումը առնես, չառնես, տենց խմում ես էլի, տենց հեշտությամբ գործերը դարաճականում։ Ընդհանրապես խաղողը իր բնույթով, իր խաղողը բաղկացած է իր գեղևից, իր մաշկից ներս գա իր մսային բաժինը, ետքեն գա իր կորիզը։ Ցանկացած խաղող եւ որ դու սենց մադովը սենց ճզում ես, ինքը միշտ սպիտակ է, սենց տապանցիկ է, անկույն է։ Մինչեւ որ դու սկսում ես իրան արդեն մի քիչ սենց անել գեղևը եւ սկսում ես արդեն կամ սենց մադով ճզմել, սկսում ես որ ինքը սկսում է արդեն քույն ալատրի։ Ես էլ բաներ որ չգիտեի օրինակի համար, առաջ գիտեի որ սպիտակ կինի եւ գարմիր կինի խառնում ես, ստանում ես վարդակույն կինի։ Բայց բարձում է էդի գինեկոլոգների մեջ մեծ սենց սխալ է, որը ընդունված չի։ Եթե դու դենց բան ես անում, ուրեմն դու մասնակից չես, քեզ չեն հարգում։ Դրա համար կա գարմիր խաղող, որը
խմորում ես իրան, մի փոքր թողնում ես իրան իր քինենյութի հետ, որովհետեւ խմորվի եւ տենց ստանում ես գինու քույնը։ Իսկ եթե սպիտակ ես ուզում, միանգամից խաղողը ճշմում ես, հյութն ես բաղում։ Իսկ գաբույտ գինիները ինքը բնականաբար բնական չի, իր մեջ ինչ-որ բան է խառնված, թեկուզ մի դոգոս մրգի գեղև, օրինակ համար տուտի գեղև մի դոգոս, եթե խառնես սպիտակ գինու մեջ, ինքը կստանա մանի շագագույնոտ գաբույտ իրանք, որը ընդունված չի էլի։ Այսինքն ինքը քինի է համարվում, բայց տենց ինքը արագ գնացող քինի է, ինքը տենց չես ասի եսի քինի է։ Լուրջ չես դրամատրվի իրան։ Իրան դրամատրվես, ոնց որ պատես խմես։ Ես ուրախանում եմ միշտ, որ նոր քինի եմ ստանում, որովհետև միշտ մեր մոտ սենց է, սովորում ես ինչքան շատ խմես, ինչքան շատ տեսնես, ինչքան շատ խցան հանես, ինչքան շատ նոր քինի փորձես, այդքան շատ փորձ ունենաս թե համային առումով, թե հոդի առումով եւ թե ի վերջո նոր քինի ես փորձել, նոր երկրի դարաշրջան ես փորձել։ Մեկ-մեկ դենց բաներ էլ կար, օրինակ համար որ նոր ենք սկսել քինի խմելը, միշտ ասում ենք, այսօր խմելու ենք հայկական քինի, վաղը խմելու ենք հայկական քինի, բայց ոչ այս քինին, փորձելու ենք ուրիշ քինի։ Մի շաբաթ փորձելու ենք պորտուգալական քինի, արդեն Պորտուգալիա ենք, արդեն սկսում ենք Պորտուգալիայի կարդեսը բացել, հասկանալ ինքը ինչ է, որտեղ է։ Ետք են խմում ենք ֆրանսիական քինի, հարավ ամերիկյան քինի, ավստրալիական քինի, լիբանանյան քինի, տենց ոնց որ կարդեսն էլ մեր մոտ ասում ենք, այստեղից էլ մի հատ քինի փորձեցինք, տենց սովորում ենք։ Ինչքան շատ փորձենք, այդքան շատ կսովորենք։ Քինու լեզուն որն է, ինքն է լեզու դալիս։ Հիմնական ասում են, քո մեջը քինին է խոսում։ Ուզում եմ ոտքի եմ, չգիտեմ։ Եթե մի բան եք ուզում սուրճ քինի, թե ասենք, մերսի։ Սուրճ թե քինի։ Ես էլ որ մտա քինեգործության մեջ չգնացի հող չվերցրեցի կամ նոր քինի նոր այգի չդնգեցի, չնայած ցանկությունը կա նոր այգի դնգելու, բայց գնացի փնտրեցի քյուղի մեջ հին պատմություն ունեցող մի հատ այգի, որը բախտավոր եմ կդա, քանի այդ մարդը որ կար ինքը 70 տարեկան էր, ինքն էլ ներդրել այդ այգու մեջ եւ միևնույն ժամանակ իր բապն էր այդ այգին դնգել եւ ստեղծել, ասին 50 տարեկան այգի է իր ասելով։ Ես որ չչափազանցնեմ, միշտ 130 եմ ասում, քանի հետևել եմ այդ այգու ոնց որ ստեղծման մշակման դարետիվերով, գիտեմ որ 130 տարեկան կա։ Իմ նպատակը էսենց է եղել, ես լինեմ միշտ Հայաստանում, բայց գնամ ինչ-որ երկիր, հետ կամ, բայց չգիտեմ ինչի միշտ մերժվել եմ իմ վիզաներով, դրա համար միշտ շատ երկիրներ կա, որ չեմ գնացել գնալ, օրինակ համար մեկերից մեկը Ֆրանսիան է, Ավստրալիան է, Գերմանիան լավ դվեցին, բայց քիչ տվեցին, քիչ փորձ ունեցա այնտեղի հետ, բայց փախտ ունեցա գնալ Հունաստան, փախտ ունեցա գնալ Գերմանիա գար ժամանակով, գնացի Արգենտինա, այնտեղ շատ մեծ փորձ ձեռք բերեցի, աշխատեցի այնտեղ մի հատ հետաքրքրական շատ քինեգործարանում, եթե անունը դամ Զուկարդի է, ինքը շատ նշանավոր է։ Ինչի համար գնացի այնտեղ, քանի իրանց մոտեցումը քինուն դարբեր էր, ոնց որ ես չընտրեցի այգի, ընտրեցի հին այգի, հա, իրենք էլ ընտրել էին իրանց այգիները, որ էլի իրանց բաբերից էր գալիս, բայց իրանց քինեգործության հիմքը ոչ թե խաղողից էր սկսում, այլ սկսում էր հողից։ Իրանք հողն էին փորել, եթե ասենք այսքան հող դարած կա, իրանք բաժանել էին քիծերի եւ ամեն մի քիծ իրանք հողից նմուշ էին վերցրել եւ հասկացել էին, որ այս առաջի քիծը եւ 5-րդ քիծը հողերը նույնն են։ Երկրորդը, երրորդը եւ 10-րդը իրար նման են։ Մի փորձեք գիսոտ քինիներ, գիսաչոր, գիսակաղցր, գիսադարը, չգիտեմ, գիսա քույնավոր խմեցեք կամ չոր քինի կամ խմեցեք կացեր քինի, ասենց եղեք վստահ։ Հայաստանում քինեգործները իրանք ի սկզբանե ամեն մեկը իր գաղափարն ունենում
եւ սկսում է այդ գաղափարի վրա աշխատել, ասում է ես օրինակի համար սարքելու եմ մի հատ քինի, որը սենց եմ խմորելու, ետքեն սենց եմ հնացնելու, ինքը էլի սարքում է, բայց սարքելուց հետո նորա գիսվում իր ընկերների հետ, այսինքն ինքը կինեկորները ինչ որ ծև միասին գապ ունեն։ Հիմնական Հայաստանի մեջ կինեկորձարանները այդ մեծ մասշտաբներն չեն, ավելի շատ բոլորը իրար ճանաչում են։ Ի վերջո, միշտ հանդիպում են այստեղ կինո շուրջ, լինում է մտնում ես ինչ-որ քինի ընտրես դուրս գաս, տեսնում ես ուրիշ կինեկորձ, իսկ մեկ գիսվել, այս տարի սենց եմ արել, բա դու ինչ նորություն ունես, այս տարի սենց խմորում եմ արել։ Ետքենիդի իր արած փորձով ինքը գիսվում է։ Երեք խորհուրդ կինեկորձների համար միշտ հանգիստ եղեք, ազատ եղեք արտահայտելու ձեր գարձիկները, միշտ մի վախեցեք նոր քինի փորձելուց, այդ եմ ուզում ասեմ, նոր քինի ստեղծելուց նկատի ունեմ, ոչ թե նոր քինի փորձելուց։ Եվ եթե ուզում ես կինեկորձ դառնաս, պետք է միշտ փորձես, գապ չունի, ինչ ես հոտ կաշում, միշտ փորձառությունները հիմքն են քո վերջի քինոն։ Իմ մասնակցությունս իմ ապրելակերպս է։ Ես երբեք չեմ դարանչadel, որ հիմա ես գործ եմ անում, կինեկորձությունը կանի ճիշտ է ինքը ի վերջո գործ է, բայց ինքը ապրելակերպ է։ Ես բիզնեսի մարդ չեմ։ Իմ ապրելակերպովս եմ վաստակում, sense կարելի ասել, քանի եթե բիզնես մտածեմ, իմ ասում եմ TV-ը ես չեմ սիրում, ես միշտ սիրում եմ, եթե թեգուզ բիզնես եմ անում մարդու հետ, ես չեմ նայում վերջում ինչ թիվագայնելու, գալիս եմ ինչ-որ երկուսի միջինին, որը երկուսիս համար լավ է։ Հաշվաբաց ասի սենց սխալ ես անում, բայց դեռ վնաս չենք տեսել։ Հաշվաբաց եղեք անգերց կյանքի մեջ և վայելեցեք կյանքը ամեն վարգանը։ Չգիտես վաղ ինչ կլինի։ Մեկը ձոննա հին բազերը և մյուսը ելի ձոննա ինքը ասի հնեցվածն եմ, իսկ ես մեկը ռեզերվն է։ Ես ասին էստեղ պետք է լիներ մի հատ կլասիկ քինի, ես կլասիկ քինի չունեմ, սկսել եմ ռեզերվից, ետքեն անցել եմ հին վազերի, շուտով էլ գտնի սպիտակը կողքը։ Ինքը հիմա պետք է փորձենք այս քինին, ձոն Old Vines, Old Vines նշանակում է հին վազեր։ Հին խաղողի վազա ինքը, այս քինին որ փորձելու ենք արտադրվել է 2022 թվականին, այսինքն բերքահավաքն է 2022 թվականին, միշտ ինչ որ տեսնում եք շշի վրա, էդի բերքահավաքի թիվն է, ոչ թե դարին, որը լցվել է քինի մեջը, ինքը լցվել է 2023-ին։ Իսկ ինչքան հին ենքան ավելի բարակյալ։ Էլի կախված է քինուց, քանի խաղողներ գա ինքը նուրբ է։ Երբ որ քինի մեջ ես շշի մեջ ես լցնում, ինքը պետք է իրեն մինչև 5 տարի խմել։ Դրանից հետո ինքը ավելի նրբանում, այդեն բացում ես քինին խմելու, ինքը ասում է ինձ պետք չի խմել։ Իսկ քիներ կա որ օրինակ համար սենց քինի, որը ես գիտեմ որ հանկիստ մի 10 տարի կարելի է իրեն պահել։ Իսկ խցանի մասով ինչ կասեք։ Խցանը Ես ասում եմ միշտ խցանները հանեցեք, ինչքան շատ խցան հանեցեք։ Բանը ինքը պատրաստված է խաղողձարի գեղևից։ Ես օգտագործում եմ պրես եղած խցան։ Միանշանակ կենաց ենք անում և խոմ ենք, ձոնում ենք։ Գնալով ավելի լավանում է։ Հավանեցիք։ Այո։ Էլի կգնեք ձեր գինից։ Միշտ։ Ձոն անունը ինքը եկել է Դանիել Վարուժանից։ Դանիել Վարուժանի բանաստեղծությունից, ձոն բանաստեղծությունը երկնակրճով, որը իր մեջ օգտագործում է Մովսես Խորենացու բանաստեղծությունից, որը հայերի պատմությունն է։ Դրա մեջ կտեսնենք հայոց պատմությունը ստեղծումից մինչև այսօր, որը ավարտվում է Բայկարով։ Էլի նույն բանաստեղծության մեջ ամեն օր որ կարդաս, դեռ նույն դերն ենք։ Ճիշտ է, 21-րդ տարն ենք, բայց նույն դերն ենք։